Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ նախ եւ առաջ շատ շնորհակալություն վարչապետ Փաշինյան, հարգելի Նիկոլ, ջերմ ողջույնի հյուրընկալության համար։ Դուք եւ ձեր թիմն իսկապես բացառիկ աշխատանք եք իրականացրել հյուրընկալելով Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը մեկ տեղում հավաքելով ավելի քան 40 առաջնորդ։ Այն փաստը, որ Հայաստանը հյուրընկալում է գագաթնաժողովը, այն փաստը, որ մենք բոլորս այսօր այստեղ ենք, բավականին հստակ ցուցանում է Հայաստանի աշխարհագրաքաղաքական ուղղության ճանապարհի։ Հայաստանը եւ Եվրամիությունը միասին են այդ ճանապարհին։ Հենց այդ պատճառով վաղը մենք կացկացնենք առաջին ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Այսօր գագաթնաժողովն իսկապես պատմական էր։ Առաջին անգամ ԵՔՀ-ն հանդիպել է հարավային Կովկասում։ Եվ այսօր այս գագաթնաժողովին մասնակցել է նաև տեսաձայնային կապով նախագահ Ալիևը։ Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում, որը բերել են խիզախ քաղաքական որոշումները եւ անխոնջ դիվանագիտական ջանքերը։ Սա պատմական իրադարձություն է մի աշխարհում, որտեղ էսկալացիաները եւ պատերազմը կարծես թե գերակայում են։ Անհրաժեշտ է տոնել այս հնարավորությունը։ Կա եվրոպական ոճ գործ անելու, խոսքս բազմակողմանիության մասին է, դրա առանցքում ՄԱԿ-ի համակարգերն են եւ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ։ Ներկայիս աշխարհագրաքաղաքական կոնտեքստում ակնհայտ է դառնում գնալով, որ մեր աշխարհամասին պետք է 360 աստիճան տեսլական անվտանգության հարցերի նկատմամբ այստեղ հանդիպելով Հայաստանում, Հարավային Կովկասում, այդքան մոտ լինելով մերձավոր Արևելքին, եւս մեկ անգամ հիշում ենք, որ պատերազմը Եվրոպայի հարևանությունում ուղիղ ազդեցություն է մեր ընդհանուր անվտանգության, էներգետիկ մատակարարման եւ տնտեսության վրա։ Դա նշանակում է, որ Եվրոպան համակողմանիորեն պետք է աշխատի Հայաստանի հետ եւ ամբողջ տարածաշրջանի ապահովելու խաղաղություն եւ կայունություն։ Հարատև խաղաղությունն ու կայունությունը խարսխված են դիմակայուն ժողովրդավարական կառուցակարգերում եւ ուժեղ տնտեսական կապերում հարևանների միջև։ Այդ պատճառով այսօր ԵՔՀ գագաթնաժողովը շեշտադրում է պայքարը օտարերկրյա միջամտությունների դեմ ժողովրդավարական գործընթացներում եւ ընդգծում փոխկապակցվածության ուժը ստեղծելու փոխշահավետ տնտեսական գործընկերական հարաբերություններ։ Միաժամանակ շարունակում ենք հետապնդել արդար հարատև խաղաղության նպատակը Ուկրաինայում, հենց այդ պատճառով աջակցությունն Ուկրաինային մեր ուշադրության առանցքում է նույնպես։ Ահա այսպիսին էր ուղերձս նախագահ Զելենսկուն այսօր։ Առաջին հերթին Եվրամիությունը կանգնած է Ուկրաինայի կողքին, այնքան որքան հարկավոր է, հասնելու հարատև արդար մնայուն խաղաղության, հարգելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն։ Երկրորդը, մենք պետք է հաշվի առնենք Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը, բացելով բանակցությունների հարթակը հնարավորին չափ շուտ։ Ցանկացած քննարկում, որ վերաբերում է խաղաղությանն ու կայունությանն այս աշխարհամասում, պետք է ընդգրկի մեր համախոհ գործընկերներին Եվրոպայի սահմաններից դուրս։ Կանադայի վարչապետի Մարկ Կարնեի մասնակցությունն այսօրվա գագաթնաժողովին իդեպ ընդգծում է առաջին անգամ աննախադեպ ոչ եվրոպական երկրի մասնակցությունը ԵՔՀ գագաթնաժողովին, ինչը քաղաքական տեսանկյունից իսկապես նշանակալի է։ Սա արտացոլանքն է ուժեղ եւ զարգացող դաշնակցական հարաբերությունների Եվրոպայի եւ Կանադայի միջև եւ հիշեցում, որ միջազգային իրավունքի եւ կարգի սկզբունքները, բազմակողմանիությունը, ՄԱԿ-ի համակարգերի աջակցությամբ
իրենց սրտում փայփայում են այն նպատակները, որոնք մենք ունենք այսօր մեր սրտում։ Ավարտելով, այսօրվա գագաթնաժողովը այս տարածաշրջանում ցույց է տալիս, որ Եվրոպայի աշխատավոճը դիվանագիտությունն է, բազմակողմանիությունն է եւ հարգանքը միջազգային իրավունքի նկատմամբ, եւ դա իսկապես արգասաբեր է։ Դա նպաստում է խաղաղությանը։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին այս գագաթնաժողովի հյուրընկալման համար, ԵՔՀ-ի գագաթնաժողովի, դրանից զատ նաեւ օգտվելու այս պատմական հնարավորությունից Հայաստանին մոտեցնելու Եվրամիությանը։ Վերջինը միտված է մեր իռլանդացի գործընկերոջը Միխալին։ Նշեմ, թե իսկապես անհամբեր սպասում եմ Իռլանդիայում հաջորդ ԵՔՀ գագաթնաժողովին։ Վստահ եմ, այն կլինի նույնչափ հաջողված, ինչպես այսօրվան Երևանում։ Շնորհակալություն։